Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 4-ի համար, օրը կիրակի է, դե համար գնայինք այս մյուս քարտերով։ Եվ ում հետաքրքրում է կամ ում չի գնում տեսանյութերը, կարող եք նաև գրանցվել Facebook-ում, այնտեղ ամեն օր կիսվում են այս տեսանյութերով, կարող եք նայել։ Եթե բաց եք թողել, եթե տեղյակ չեք, որ տեսանյութը ընկել, թե ոչ, որովհետև շատ դեպքերում կարող է նաև չգալ ձեզ, եթե ունեք շատ բաժանորդներ YouTube-ում, ապա հավանականությունը մեծ է, որ չգա, որովհետև միաժամանակ կարող է մի քանի հոգի տեղադրեն տեսանյութ։ Այսքանը, և գնայենք խոյերին։ Մեկ րոպե։ Ինչ թռավ, գումար, կամ գումար եք ծախսելու, կամ գումար է գալու։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 4-ին, շունչս կտրվում, արագ գնացի, ապրանք էի պատվիրել, եկել էր, չգիտեմ, ասել եմ տեսանյութում, թե ոչ։ Այդ օրը ոմանք կարող են սիրո խոստովանություն ստանալ, սիրո խոստովանություն անել, դա եթե ստանաք, ուրեմն մի այդպես բարձրաձայնեք, որպեսզի նախանձող մարդիկ չշատանան։ Նաև այդ օրը կարող են ձեզ ասել, թե որքան գեղեցիկ եք, ձեր տեսքը կարող է ավելի լավը լինել, յուրահատուկ լինել։ Ոմանք կարող են սիրահարվել, ոմանք իրենց սիրելի մարդկանց հետ անցկացնեն օրը, հարազատների հետ անցկացնեն։ Տեսնենք ով է այս օձը։ Դե որից առիթի ժամանակ դա կարող է լինել, կարող է ինչ-որ մեկը նախանձի ձեզ, ինչ-որ մեկը այդպես օձային հայացքներ ուղղի դեպի ձեզ, կամ կախված է, թե դուք ինչ աշխատանքով եք զբաղվում, եթե հասարակական գործունեությունը, ապա այնտեղ կա ինչ-որ մեկը, որ բախվում է անընդհատ ձեզ հետ։ Կախված է ձեր աշխատանքից, ձեր բնույթից, ինչ եք դուք անում ընդհանրապես։ Եվ այդ օրը ինչ-որ մարդ ձեզ կօգնի, նաև հանդիպում շփում որևիցե պետական աշխատողի հետ, նաև դա կարող է լինել նոր ծանոթություն, որևիցե այսպես հաղթանդամ անձնավորության հետ, նաև դա կարող է լինել պետավտոտեսուչ, պետք է մի փոքր ուշադիր լինել, որպեսզի այդպես վարելուց ձեզ չկանգնեցնեն։ Նաև սա օգնություն է, օգնություն, հովանավորություն, ինչ-որ մի հարցում, եթե դուք դրա կարիքը ունեք, ապա այդ օրը ձեզ կօգնեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 4-ին։ Այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, հնարավոր նաև հեռվից որևիցե տեղեկատվություն, որևիցե լուր լսեք, մի փոքր նաև էմոցիոնալ կարող եք լինել այդ օրը, ոմանք ռոմանտիկ ժամադրության կգնա, ռոմանտիկ շփում կլինի մինչև ուշ գիշեր կամ հենց գիշերը կարող է լինել դա։ Նաև եթե ցանկություն ունեք այդ օրը պահեք, կապ ավելի մոտ է առ Աստված, դրա համար կարող են ձեր ցանկությունները կատարվել։ Եվ ոմանց մոտ ինչ-որ մի բան մութ է մնալու, ինչ-որ մի բան այդպես կասկածելի է, ինչ-որ մի բան լիարժեք չէ, ինչ-որ մի բան ձեզ մոտ այդպես, ոչ լիարժեք կմնա, չեք կարողանա մինչև վերջ հասկանալ, խաբեցին ձեզ, ինչ արեցին։ Նաև խոչընդոտներ կան այդ օրը, տեսնենք ինչ խոչընդոտներ են։ Դա այստեղ հաջողության հետ է կապված, հնարավոր է մի փոքր ինչ-որ մի դուռ եք ուզում բացեք, դժվարություններ կան այդ դուռը բացելու մեջ, նաև դռները փակելու մեջ կարող է, այսինքն դուք ինքներդ ինչ-որ մի դուռ կարող եք փակել, որից էլ որ ձեզ համար կարող եք ստեղծել խոչընդոտներ, արհեստական խոչընդոտներ իհարկե։ Նաև եթե ընդհանրապես նայում ենք հաջողությունը, սա կարող է լինել օրինակ խոչընդոտից հաջողությամբ ելք գտնելը,
Եթե ինչ-որ խնդիր ունեիք, ապա այդ խնդիրը կարող եք լուծել։ Ինչ-որ հեշտությամբ ավելի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 4-ին։ Ժամադրություն, ուրախ տրամադրություն, լավ պահեր, հնարավոր է նվերներ, առիթ, անակնկալ, այստեղ ինչ-որ մի կարևոր ռեստորան եք գնացել, ինչ-որ մի առիթ է ձեզ համար, նշում եք այդ օրը։ Դե ոմանք էլ ուղղակի ժամադրության կարող են գնալ, այնտեղից ծաղիկներով հետ վերադառնալ, նաև ինչ-որ լավ պահեր, ուրախ պահեր։ Ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը, ոմանք կարող են գնալ ռեստորան, ոմանք կարող են գնալ հիվանդանոց, ինչ-որ մի տեղ է պետական հիմնարկություն, կամ երկուշաբթի օրվանից արդեն պետք է աշխատեք մեկ այլ աշխատանքով, հնարավոր է պաշտոն, և պատրաստվում եք դրան, հոգեպես նաև։ Ուղղակի կարող է շատ է աշխատանքը և կիրակի ևս աշխատում եք, թեկուզ տանը, թեկուզ ինչ-որ միտեղ աշխատանքի վայրում։ Բավականին ակտիվ կլինեք այդ օրը, գործերը առաջ կմղեք, նորություններ կլսեք, տեղեկատվություն, ինչ-որ ապրանք կարող եք ուղարկել, ապրանք ստանալ, այստեղ ինչ-որ բաների պատասխաններ ստանալ նաև այդ օրը, ճիշտ է կիրակի է, բայց դե կախված է ինչի եք սպասում, ումից եք սպասում, հյուրեր կարող եք ունենալ, դուք գնալ հյուր, դե այստեղ կարող է հյուր է գալիս և ինչ-որ նվերով, քաղցրավենիքով, այդպես նստում իրար հետ ասում, խոսում, ուրախանում եք, տրամադրություն ամենայն դեպս բարձր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 4-ին։ Ոմանց ամուսության առաջարկ, ոմանց սիրո խոստովանություն, այստեղ ավելի շատ առիթ է, եթե նկատում եք, բնականաբար, 3 քարտն էլ ասում են, որ առիթ է։ Ոմանք այստեղ գործարք են կնքում, որից էլ որ նշում եք այդ գործարքը, այդ կարող են պայմանագիր եք կնքում, շատ կարևոր մարդու հետ, բիզնես եք սկսում և այլն ինչ-որ մի բան է, որը որ այստեղ նշում եք։ Ոմանք հենց գնում են հարսանիքի այդ օրը, երեխաների հետ կարող եք գնալ, կամ այնտեղ շատ երեխաներ կարող են լինել այդ առիթի ժամանակ։ Դե ոմանք այստեղ նոր գործ են սկսելու, նոր բիզնես, նոր որևիցե մի նոր կյանք, հնարավոր է ձեր հարսանիքն է, ձեր երեխայի հարսանիքն է, և ինքն է սկսում նոր կյանք, ամենայն դեպս հիանալի օր է, հիանալի պահեր են ձեզ համար այստեղ։ Ոմանց էլ ամուսության առաջարկ կարող են անել որևիցե առիթի ժամանակ։ Եթե երկուսով եք գնալու, ապա այնտեղ կարող են ձեզ ամուսության առաջարկ անել, չնայած որ պարտադիր չի երկուսով գնաք, կարող են կազմակերպել դա։ Հիանալի օր է, հիանալի պահեր են, ովքեր էլ որ չունեն այդ օրը հարսանիք եւ այլն, դա կարող է ընտանեկան որևիցե միջոցառում է, երեխաների հետ է կապված, ինչ-որ մի բան եք նշում, հղիությունն եք նշում եւ այլն, հա, ինչ-որ կամ երեխայի լավ է հանձնել քննությունները, դա եք նշում, մի խոսքով ինչ-որ մի բան է, որ էլի կնշեք կամ կբարձրաձայնեք, հասարակությանը կասեք, ձեր շրջապատող մարդկանց կասեք, այդպես, հա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 4-ին։ Երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ կամ երեխաների հետ կարող եք անցկացնել օրը։ Հնարավոր է նաև նոր գործ եք սկսում, նոր բիզնես եք սկսում, նաև նոր կյանք ոմանք կարող են սկսել, նոր միջավայր, նոր ապրելակերպ, ոմանք կարող է տեղափոխվեն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք,
Եվ այնտեղ հենց սկսեք նոր ապրելակերպ, նոր հովին, նոր ծանոթություն։ Ոմանք իրենց բիզնեսը կարող են սկսել բացել եւ առաջ մղել, բայց այստեղ խոչընդոտներ կան։ Տեսնենք այդ խոչընդոտները կապված են այդ առաջ խաղացման հետ։ Թե կամ ճանապարհ գնալու։ Ինչ է այստեղ խոչընդոտը, եթե ճանապարհ եք գնալու, խոչընդոտը կարող է հանդիսանալ պետական աշխատողը։ Կարող է ոստիկանը, ինչ որ մեկն է։ Այստեղ կամ ձեր հայրն է թույլ չի տալիս, կամ ձեր ամուսինն է, որ ուժ ունի ձեզ վրա։ Իսկ եթե խոչընդոտների համար դիմեք ինչ-որ մեկին, ապա նա ձեզ անպայման կօգնի, որպեսզի հաղթահարեք այդ խոչընդոտները։ Այնպես որ եթե ինչ-որ մի բան եք ուզում այդ օր առաջ մղել եւ եթե խոչընդոտներ կան, ապա կարող եք դիմել ինչ-որ մեկին, նա ձեզ անպայման կօգնի։ Դե իհարկե ավելի հեղինակավոր մարդու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 4-ին։ Հանդիպում, շփում որևէ աղջկա հետ, կնոջ հետ, կարող ձեր կինն է, ձեր քույրն է, ձեր ընկերուհին է, տեսնենք ով է։ Երկու դուրս եկավ։ Փոփոխություն կա իր կյանքում։ Փոփոխություն, նորություններով կարող է ինքը գալ, ինչ-որ մի կին է։ Այս պահին ցույց չի տալիս ով է այս կինը։ Ուղղակի ինչ-որ մի կին է, ում հետ այդ օր կարող խոսել եւ իր մոտ որոշ փոփոխություններ կան եւ նա այդ փոփոխության մասին ձեզ հայտնում է որպես այդպես նորություն։ Հնարավոր է հյուր է գալիս եւ սկսում խոսել իր կյանքի փոփոխությունների մասին։ Եվ այդ օրը խոչընդոտներ կան, տեսնենք ինչից է։ Գումարի հետ կարող է կապված լինել, կամ ուզում եք գնել ինչ-որ մի բան քարտը չի թողում, կամ գումար եք ուզում ստանալ, դեռևս գումարը չի գալիս։ Այլի խոչընդոտներ կան։ Եվ այդ օրը ոմանք շարժման մեջ կլինեն, ինչ-որ տեղեր կարող եք գնալ, նաև տեղափոխություններ կարող է լինել, կամ եթե ձերը չի կարող ինչ-որ մեկին եք օգնում տեղափոխվել այսօր այն կողմ։ Նաև ձեր գործերը առաջ կմղեք։ Եթե օրինակ ինչ-որ մի բան եք արել, օրինակ հասարակ մի օրինակ գործում եք, թողել եք գործը, այդ օրը առաջ կմղեք, ոնց որ թևը կգործեք, կվերջացնեք այդպես։ Նաև դա կարող է լինել, կամ ինչ-որ մի բան եք կիսատ թողել տան մեջ եք անում, մի փոքր պատեր մնացել ներկելու, այդ կներկեք, կվերջացնեք։ Ինչ-որ մի բան է, որ մարդը բացի այն, որ դուք կարող եք բիզնեսը առաջ տանել, նաև սա վերաբերվում է այս նմանատիպ գործերին, իրենք կարող է շատ հասարակ բաներ են, բայց դուք սպասում եք ինչ-որ մեծ գլոբալ բաների։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքների մայիսի 4-ին։ Բոլորը ճանապարհ են այդ օրը գնալու, ինչ-որ գործեր են առաջ մղելու, տեղափոխություն դա կարող է լինել, գնում եք ծնողին տեսնելու, գնում եք հանդիպելու ընկերուհու հետ, կարող է իրար հետ, ընկերուհիներով, երեխաներով ինչ-որ մի տեղ եք գնում, կամ դուք ձեր կնոջ եւ երեխաների հետ։ Միայն դեպս տեսնենք ով է այս կինը։ Տան անդամ է, կարող է մայրն է, գնում եք ձեր մայրիկին տեսնելու, ձեր մայրիկն է գալիս, կամ ինքն է տեղափոխվում, գնում եք օգնելու, թեկուզ իրերը հավաքելու, թեկուզ ինչ-որ գործեր կարող եք մղել դուք եւ ձեր մայրիկը օգնի ձեզ առաջ մղեք ձեր գործերը։ Ոմանք նոր բիզնես կարող են սկսել, երեխաների հետ կարող եք գնալ ձեր մայրիկի տուն կամ հակառակը ինքը գա երեխաներին տեսնելու։ Դա նաև սա ինչ-որ կին է կարող է մայրը չի, բայց դա ընդհանրապես ընտանիքի անդամ է սա, բայց կարող է ինչ-որ մի կին է, որ գալիս է ձեր տուն։ Դա կարող է լինել նաև վարսահարդար, դա կարող է լինել հարևանը։ Յուրաքանչյուր մեկը եւ կարող է երեխաներին բերի, այդպես երեխաների հետ խաղան։ Նաև երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կարող են լինել, կարող է տոնը, կարող է առիթը, իրենց ծնունդն է, նշում եք։ Բացի դա սա նոր կյանք է, կարող է գալիս այդ կինը շնորհավորելու ձեզ ձեր նոր կյանքի համար։ Նոր բնակարան եք տեղափոխվել։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներ։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 4-ին։ Ոմանք տուն են մաքրելու, ոմանք կարող են վիճել նաև։ Տեսնենք կարող է ցույց տա։ Ամենայն դեպս այն ինչ որ մարդիկ այստեղ վեճ է ցույց տալիս ինչ որ մարդկանց համար։ Ոմանք էլ կարող են տուն մաքրել, եթե օրինակ հանդիպելու եք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, կարող է գալիս է ձեր տուն եւ դրա համար տուն եք մաքրում։ Նաև հանդիպում շփում ձեր ընկերոջ, ընկերուհու հետ, ուշադիր եղեք, որ իր հետ չվիճեք, այստեղ նաև կարող եք վիճել եւ ամեն մեկը գնա իր ճանապարհով։ Եվ նաև ընտրության առջև կարող է կանգնած լինել կամ կարող է ինչ հյուրասիրել, կամ յուրաքանչյուր այստեղ կարող ամենաթեթև բանից, ինչ ականջող էր կրել, մինչև շատ մեծ գլոբալ հարց կարող է լինել։ Եվ սա ընդհանրապես ամեն մարդ գնում է իր ճանապարհով, կարող է գնում է օրինակ ձեր ընկերուին հեռու, ինչ որ միտեղ է գնում եւ իրար հրաժեշտ եք տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 4-ին։ Դուք եւս կամ վիճում եք կամ տուն եք մաքրում, նաև թորներն են գալու, դրա համար եք տուն մաքրում, երեխաներն են գալու, դրա համար եք տուն մաքրում, ուշադիր եղեք երեխաների հետ այստեղ չվիճեք։ Ոմանք վերանորոգում եք անում, հիմա այդ վերջին բաներն եք հավաքում, որովհետև նոր կյանք եք սկսում, նոր ապրելակերպ։ Նաև ոմանք կարող են նոր բիզնես սկսել, նոր գործ սկսել։ Երեխաների հետ կապված յուրաքանչյուր իրադարձություններ կարող են լինել այդ օրը։ Կարող է առիթ է երեխաների ծնունդն է, թոռների ծնունդն է։ Եվ կարող է երեխաներին վերցնում եք ինչ որ մի տեղ եք գնում, ուղղակի։ Եվ ինչ էլ որ անեք, այդ օրը հաջողությամբ կընթանա, ամեն ինչը հաջողությամբ կանցնի ձեզ մոտ, յուրաքանչյուր բան, ինչ որ դուք այդ օրը կանեք։ Այսքանը թեկուզ եթե վիճեք էլ հաջողությամբ կհաշտվեք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 4-ին։ Նոր սեր, նոր հարաբերություններ, այստեղ ծնողներին կարող եք տեսնել, ուրախանալ, վաղուց չեք տեսել, նաև կարող եք սիրահարվել, ձեզ սիրահարվեն, նմանատիպ առաջարկություն անեն ձեզ, սիրո առաջարկություն, խոստովանեն իրենց սերը, դուք խոստովանեք, ձեզ լավը զգաք, ձեր հարազատների շրջապատում լինեք, նաև ասեն, որքան գեղեցիկ եք։ Տեսնենք ով է, ընդհանրապես ծնողներն են ձեր, հենց ոմանց համար հստակ, որտեղ թագովը դա ծնողներն են կամ տարիքով մարդիկ են։ Տեսնենք ով է այս կինը։ Կամ իմաստուն կին է կամ օց է, դուք ինքն այդ լավ կիմանաք, շփվելով իր հետ, գիտեք թե ում կարող եք հանդիպել, ամենայն դեպս կամ իմաստուն է ինչ-որ խորհուրդներ ձեզ կտա կամ օց է։ Եվ տղամարդը տեսնենք ով է, հուսով եմ էլի օց չի, ով է այս տղամարդը։ Այս տղամարդը կամ մտնելով ձեր կյանք փոփոխություններ է բերում, կամ իր մոտ է փոփոխություններ տեղի ունենալու եւ այդ օրը կիմանաք։ Կարող է տեղափոխվում է մեկ այլ երկիր եւ այլն եւ իմանում եք այդ մասին կամ ինքը արդեն իսկ տեղափոխվել է եւ իրանից այնտեղից լուր եք լսում, տեղեկություն եք լսում։ Ամենայն դեպս իր կյանքը կփոխվի կամ մտնելով ձեր կյանքն է փոխում։ Կարող է հասուն տղամարդ է, դուք եւս հասուն կին եք եւ ամեն ինչ փոխվում է ձեր երկուսի կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 4-ին։ Օձեր։ Տեսնենք ով է։
ինչ-որ մեկնեցություն անելու ձեր հանդեպ, թե ուղղակի պետք է իմաստուն լինեք։ Սա փոփոխություն է, կամ ձեր կյանքում որոշ մեծ փոփոխություններ են տեղի ունենում, որի ժամանակ այստեղ մարդիկ կան, ովքեր որ նախանձում են ձեզ, կամ էլի նորից ինչ-որ փոփոխություններ են, կամ այս օծի մոտ է փոփոխություններ։ Նաև ասում է, որ օրինակ, եթե մարդը փոփոխության շեմին է, ավելի իմաստուն գտնվեք եւ այդ փոփոխությունը ավելի հեշտ կկարողանաք տանել յուրաքանչյուր փոփոխություն, որտեղ ամեն մարդ չի կարողանում, չէ՞, փոփոխությանը դիմակայել։ Նաև սա ինչ որ մարդիկ կարող են լինել, ովքեր որ չար մտադրություններ ունեն ձեր հանդեպ։ Եվ դուք ինքներդ ոչ ոքին ոչինչ մի արեք, որովհետև կարող է ձեզ վերադառնալ։ Դա։ Այդ օրը որոշ գործեր առաջ կմղեք, դուք շատ կլինեք ճանապարհներին, այս այն կողմ կարող եք գնալ կամ մի հատ երկար ճանապարհ եք գնում, ոմանք կարող են տեղափոխվել, ոմանք կարող են երկրից երկիր տեղափոխվել, ճամփորդության գնալ, գործուղման։ Նաև դա կարող է լինել գործերի առաջ մղում, ինչ գործեր որ ունեք այդ օրը, որոնք որ մնացել էին կարող եք դրանք առաջ մղել ի վերջո։ Եվ այդ օրը հանդիպում շփում, որից է տղամարդու հետ տեսնենք ով է։ Այդ տղամարդը հաջողություն կբերի ձեր կյանք, կամ իրար հետ ինչ-որ մի բան էինք ասելու, որ դա հաջողությամբ կկատարվի, կամ մի խոսքով ինչ-որ մի հաջողություն է մտցնելու ձեր կյանք, հաջողակ մի պահ, կամ իր ձեր կյանք մտնելով հաջողություն է գալիս ձեզ, որտեղ շատ մարդիկ կան մեր կյանքում, որ գալիս են, իրենք հաջողություն են բերում մեզ։ Նաև հակառակը։ Կան շատ մարդիկ, որ մտնում են եւ գործը այդ անմիջապես թարսանում է, եւ պետք է այդ մարդուց ինչքան հնարավոր է հեռվանալ։ Բայց այս մարդը կամ ինչ որ մի հաջողակ մի բան անելու ձեզ համար, որ ձեզ հաջողություն բերի դա, կամ ինքնահենք իրանով հենց արդեն հաջողություն է ձեզ համար։ Ինչ-որ մի հաջողակ մի բան է անելու ձեզ համար, լավ բան։ Այսքանը, կամ եթե ձեր տղան է իր մոտ հաջողություններ կան, ինչ-որ փոփոխություններ կան դեպի լավը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 4-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք, գուցե երևա ինչից է։ Դա այստեղ խարդախներ կան, խաբեբաներ կան, միգուցե դուք ինքներդ պետք է լինեք այդ օրը խորամանկ, ինչ-որ մի բանին հասնելու համար։ Նաև այդ օրը հանդիպում շփում ոչ կնոջ հետ, միգուցե ձեր մայրն է, միգուցե ինչ-որ մի կին է։ Նաև ռոմանտիկ շփում կարող է լինել, ուշ ժամի կարող եք քնել այդ օրը, երկար խոսեք ինչ-որ մեկի հետ, շփվեք ինչ-որ մեկի հետ։ Նաև այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք, կարող է շփվում եք եւ շատ ուշ ժամի եք քնում։ Նաև ոչ էլ լուր կստանաք, տեղեկատվություն, ինչ-որ բաներ կարող եք գրել, ինչ-որ բաներ ջնջել, այդպես է կարող է համակարգչի հետ եք աշխատում, եւ իհարկե ուշադիր եղեք խաբեբաներից, որովհետեւ կարող են ինչ-որ հարցում խաբել ձեզ, տղամարդ է այդ անձնավորությունը։ Ընդհանրապես լինում է, որ այդ տղամարդը խորամանկորեն օրինակ մոտենում է ձեզ, եթե դուք իրեն դուր եք գալիս, ինքը խորամանկ քայլեր կարող է անել։ Նաև ուղղակի լինում են շատ դեպքեր, որ այս տվյալ անձնավորության ցույց է տալիս խաբեբա, որ ձեզ ուզում է խաբել, որ թեկուզ սիրային առումով, թեկուզ լուրջ չի մտադրությունները, ինչ որ հստակ մտադրությամբ է եկել եւ այլն, յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։